ուլտիմատումների լեզվով իշխանության հետ խոսել հնարավոր չի, եւ ես համոզված եմ, եւ մեր անցյալի փորձներ ցույց է տալիս 19-ամյա պատմության փորձը, որ իշխանության հետ ուլտիմատումների լեզվով խոսելը ավարտվում է ինչ-որ մեծ ցավերով ու մեծ դժբախտություններով։ Կոալիցիան վրդովված է ընդդիմության գործելակերպից, իշխանական ուժերը գտնում են, որ ընդդիմությունը վերջնագրի լեզվով չպետք է խոսի իշխանության հետ, քանի որ հասարակությունում լարվածությունը բավականին մեծ է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մեկ անգամ եւս կարևորում է քաղաքացիական համերաշխությունը եւ քաղաքական երկխոսությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունների հետ շփման ճիշտ լեզուն կառուցողական լեզուն է։ Հայաստանին օդի ջրի պես անհրաժեշտ է քաղաքական երկխոսության մթնոլորտ։ Եվ այս քաղաքական երկխոսությունն է, որ ի վիճակի է լինելու ստեղծել մի նպաստավոր դաշտ, որպեսզի ընտրությունները անցնեն սահուն եւ ոչ միայն արտասահմանի, այլ նաեւ մեր Հայաստանի հասարակության համար ընդունելի մակարդակով։ Արամ Սաֆարյանի ուղերձը ուղղված է եւ իշխանությանը եւ ընդդիմությանը։ Ավելին նա գտնում է, որ այս տարիների ընթացքում հենց իրենց հորդորների շնորհիվ է հասարակությունը խուսափել առճակատումներից։ Պատկերացնում եք առճակատման եւ ատելության մթնոլորտը այս 3 տարիներին չմարեր։ Սա շատ ավելի մեծ խնդիրներ էր առաջացնելու մեր երկրում։ Ազգային ժողովի փոխնախագահ հանրապետական Սամվել Նիկոյանը նկատում է, որ հարցերը լուծում կգտնեն միայն այն դեպքում, երբ ընդդիմությունը դադարի վերջնագրի լեզվով խոսելուց։ Մենք անցել ենք մի դառը ճանապարհ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը եւ երկրորդ անգամ այդ դառը ճանապարհի մեջ ոչ մեկը չի փորձի մտնել, այդ թվում նաեւ ընդդիմությունը, այդ թվում նաեւ իր դիրքորոշումներով եւ ուլտիմատումով եւ վերջնագրերի լեզվով խոսելով։ Նիկոյանը կարծում է, որ ընդհանուր առմամբ պետության մեջ իշխանությունը պարտավոր է հասարակության խնդիրները լսել, հասկանալ եւ դրանք լուծել։ Այդ կարողությունը իշխանության շատ կարեւոր է ներքաղաքական կայունության եւ պետության հզորացման համար։ Նիկոյանի համար անհասկանալի է զոհերի ֆինանսական փոխհատուցման ընդդիմության պահանջը։ Դա այնքան այսպես բոլորիս համար լինի իշխանություն, լինի ընդդիմություն, յուրաքանչյուր հայ մարդու համար դա անսահման ցավ է եւ այսօր այդ անսահման ցավը, վրդովմունքը, դժգոհությունը որոշակի նյութական գումարով է արտահայտվում, ես դա չեմ կարող հասկանալ։ Ազգային ժողովի փոխնախագահը հարց է ուղղում ընդդիմությանը, այս դեպքում ինչու չպահանջել մյուս զոհերի համար փոխհատուցում։ Իսկ հայրենիքի համար, ովքեր զոհվել են, նրանց համար ինչու փոխհատուցում չպահանջեց։ Դիանա Մարկոսյան, Հասմիկ Ֆարոյան, IPV։